Ուզում եմ այսօր ձեզ հետ կիսվել Հիսուսի հարության մասին։ Մի նյութ, մի թեմա երևի, որը շատ հայտնի է, միգուցե։ Բայց չգիտես ինչի ինքը ավելի քիչ է փոխանցվում մարդկանց, դա կատարվում է միայն զատկի օրերին։ Այդ ժամանակ են հիշում, որ Հիսուսը հարություն առել։ Որովհետև ընդ ձուկ կա, ուտել խմել կա, միգուցե։ Բայց այդ ժամանակ են հիշում, ինչև է։ Ուզում եմ այսօր միասին ընթերցենք առաջի Կորինթացների թղթի կամ նամակի մեջ գրված Պողոս առաքյալի հետևյալ խոսքերին 15-րդ գլխից։ Ձեզ տեղյակ եմ պահում եղբայրներ, այն ավետարանը, որ ավետարանեցի, որն էլ ընդունեցիք եւ որի մեջ կանգնած եք, որով փրկվում եք այն բանով, որ ձեզ ավետարանեցի, եթե ամուր բռնեք նրան, եթե զուր տեղը չեք հավատացել, որովհետև ես առաջուց այն տվեցի ձեզ, որ ես էլ ինքս ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ, գրքերի համեմատ, եւ թե թաղվեց, եւ թե երրորդ օրը հարություն առավ, գրքերի համեմատ, եւ թե երևաց Պետրոսին, հետո այն 12-ին, հետո երևաց 500-ից ավելի եղբայրներին մեկ անգամ, որոնցից շատերը մինչև հիմա մնում են, բայց մի քանիսն էլ ննջել են։ Եվ հետո երևաց Հակոբին, հետո բոլոր առաքյալներին, ամենավերջում իբր թե վիժվածի ինձ էլ երևաց։ Որովհետև ես առաքյալների հետինն եմ, որ արժանի չեմ առաքյալ կոչվելու, որովհետև Աստծո եկեղեցին հալածեցի, բայց Աստծո շնորհքով եմ, ինչ որ եմ, եւ նրա շնորհքը, որ ինձանում է, ունայն չեղավ, այլ նրանց ամենքից ավելի աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծո շնորհը, որ ինձ հետ է։ Արդ թե ես, թե նրանք այսպես են քարոզում, եւ դուք այսպես հավատացիք, բայց եթե Քրիստոսը քարոզվում է, թե մեռելներից հարություն է առել, ինչպես են ձեզանից ոմանք ասում, թե մեռելների հարություն չկա։ Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ չի հարություն առել։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն դատարկ է մեր քարոզությունը եւ դատարկ է ձեր հավատքն էլ։ Եվ մենք էլ Աստծո սուտ վկաներն ենք գտնվում, որ Աստծո համար վկայեցինք, թե Քրիստոսին հարություն տվեց, որին չհուսացինք, եթե արդարև մեռելները հարություն են առնում, որովհետև եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոս էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, ունայն է ձեր հավատքը եւ դեռ ձեր մեղքերի մեջ եք։ Ուրեմն նրանք էլ, որ Քրիստոսի մեջ ննջեցին, կորան։ Եթե միայն այս կյանքում ունենք հույս Քրիստոսի վրա, ամեն մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Բայց հիմա Քրիստոսը հարություն է առել մեռելներից, ինքը ննջեցյալների մեջ առաջինը եղավ, ուրեմն որովհետև մարդով եղավ մահը, ուրեմն մարդով էլ մեռելի հարությունը պետք է լինի։ Քանզի ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենքը կենդանանում են, եւ ամեն մեկ իր կարգի մեջ, առաջի պտուղը Քրիստոս, հետո Քրիստոսինը նրա գալու ժամանակ, եւ հետո վախճանը, երբ որ թագավորություն Աստծուն եւ Հորը կտա, երբ որ կխափանի ամեն իշխանություն եւ ամեն պետություն ու զորությունը, որովհետեւ պետք է որ նա թագավորի, մինչեւ որ բոլորի թշնամիները իր ոտքերի տակ դնի։ Եվ վերջի թշնամին, որ կխափանվի, մահն է, որովհետեւ ամեն բան հնազանդեցրեց նրա ոտքերի տակ։ Բայց երբ որ ասի, թե ամեն բան հնազանդ է նրան, հայտնի է, որ բացի նրանցից, որ ամեն բան հնազանդեցրեց նրան, բայց երբ որ ամենքը կհնազանդեն նրան, այն ժամանակ ինքը որդին էլ կհնազանդվի նրան, որ ամենքը հնազանդեցրեց Աստծուն, որ Աստված լինի ամենը ամեն բանի մեջ։ Հատվածը մի քիչ երկար էր միգուցե, բայց առաքյալը շատ հիմնովին է խոսում այն իրականության մասին, որը ոչ թե երևակայություն է, ոչ թե ինչ-որ մեկը մեզ պատմել է։ Ես մի պարզ հարց եմ ուզում ամեն մեկի տալ ու խնդրեմ դրա մասին դուք մտածեք։ Որտեղից գիտենք, որ Հիսուսն հարություն առել։ Ու ինչու ենք հավատում։ Ամեն մեկը
այդ հարցի պատասխանը դուք ունեք։ Վստահ եմ։ Բայց շատ հետաքրքիր է, որ միգուցե չես մտածել, որ այն օրը, երբ որ ես ու դու լսեցինք Աստծո մասին, Սուրբ Հոգին մեր մեջ նոր ծնունդ տվեց ու մեր մեջ դրեց այդ վկայությունը գերբնական ու ես ու դու հավատացինք։ Ես ու դու հավատացինք, ոչ թե որ տեսանք նրան կամ հանդիպեցինք նրա հետ, ինչպես Պողոս առաքյալն ասում կամ առաքյալները։ Ասում է, որ Հովհաննեսն ասում է, որ նրան, որի մենք տեսանք, մեր ձեռքերով շոշափեցինք, մեր աչքերով տեսանք, նրա հետ հաղորդակցություն ունեցանք։ Աշակերտներից ոմանք ասում են, որ նրա հետ նույնիսկ ձուկ կերանք։ Հետաքրքիր բաներ են ասում։ Պետրոս առաքյալն ասում է, որ նա է ու նրանով է։ Պիտի հանդիպած լինես այդ անձնավորության հետ, որպեսզի կարողանաս տենց վստահ ասել, որ նրան տեսանք, մեր աչքերը տեսան, մեր ձեռքերը շոշափեցին, եւ այդ գերբնական գործը, որ Սուրբ Հոգին կատարել է մեր մեջ, ոչ մեկս չունենք դրա բացատրությունը։ Ու հաճախ զարմանում ենք, երբ որ մարդիկ աշխարհում ուղղակի չեն հավատում, որ Հիսուսն հարություն է առել։ Ասում ենք, այդպես էլ միգուցե հնարավոր է այդքան անտրամաբանական մարդիկ գտնվեն նրա առջև, որ իրենց կյանքի աղբյուրն է, որ նրանց կենթանություն է ապարգևել, որ նրանց պահում է։ Եվ նույն ժամանակ զարմանալի է, որ ինքներս ենք դա ասում, մտածելով, որ մենք նրանցից լավն ենք ու մենք հասկացել ենք կարծես թե ինչ-որ տեղ, որ Հիսուսն հարություն առել։ Չէ, դա սա Աստծո գործն է, դա Սուրբ Հոգու մենաշնորհն է, դա Սուրբ Հոգու գերբնական ներկայությունն է ու որոշումն է ինձ ու քեզ անպատմելի ձևով բացատրելու, հասկացնելու, մեր մեջ դնելու, որ նա հարություն առել։ Ու ցանկացած քրիստոնյա ինչպես չի կարող մերժել Հիսուսի հարությունը, այնպես էլ չի կարող իր անձը ուրանալ, չի կարող մերժել ինքը իրեն։ Այդպես անկախտելի են իրենք Հիսուսի հարությունն ու իմ ու քո կյանքը, իմ ու քո իրական լինելը։ Հաճախ ավետարանական եկեղեցիներում այդ հիմքը Հիսուսի հարության կարծես թե վերագրում են դատար գերեզմանի հետ։ Ու շատ հաճախ ասում են միակ գերեզմանն է, որ դատար կա։ Եվ հիմք են դարձնում ուղղակի գերեզմանի դատարկությունը։ Ասեմ դա թերի է, դա կիսատ է։ Չի կարող գերեզմանի դատարկությունը ընդամենը հիմք լինել, որպեսզի ասել, որ տվյալ անձը հարություն առել։ Եթե տվյալ անձի հետ հանդիպում չկա։ Ասեմ մի հետևյալ փաստը, հա, 3 տարբեր ողջ աշխարհը փորձում է 3 տարբեր միջոցներով մերժել Հիսուսի հարությունը, 3 փաստեր է առաջ բերում։ Դրանցից մեկը, որ Հիսուսը խաչի վրա չի մահացել։ Ես ուզում եմ, որպեսզի դուք հիմա ուղղակի դրա մասին միգուցե շատ հաճախ լսել եք, կարդացել եք, բայց հիմա ուղղակի մտածեք։ Դե ինչերի է պատրաստ աշխարհը, հակառակորդը, որպեսզի ուղղակի մարդիկ ճշմարտությունից խուսափեն կամ ճշմարտությունը ստի տեղ ընդունեն եւ ընդունեն իր սուտը ճշմարտության տեղ, որ Հիսուսը չի մահացել խաչի վրա։ Ուղղակի խաչի վրա մի պահ ինքը իրեն վատ զգացել եւ նրան երբ որ իջեցրեցին խաչից, տարան դրեցին գերեզման, այնտեղ հով էր, զով եղանակ էր, զով միջավայր էր, այնտեղ ինքը արթնացել է եւ չգիտես ինչպես այդ մեծ քարը գլորել է, գերեզմանը բացարել ու փախել է։ Հիմա դու լսում ես ու հաստատ քո մտքի մեջ նաեւ ծիծաղում ես, մտածում ես, ինչքան անտրամաբանական է։ Բայց արի ուտես, որ այդ անտրամաբանական ինչ որ եզրույթին շատ շատերը համաձայն են։ Դրա համար էլ
այդ մարդկանց կյանքում Աստված չի կարող գործել մի պարզ պատճառով, որտեղ իրենք չեն հավատում։ Այսինքն այն ամենը ինչ որ կա Հիսուսի մասին համարում են սուտ։ Բայց իրենք նաև մերժում են, գիտեք ինչ, իրենք ասում են, որ չի եղել, բայց միևնույն ժամանակ Աստվածաշնչում գրված է այսպես, որ երբ որ Հիսուսը խաչի վրա մահացավ, զինվորներից մեկը հռոմեական իր նիզակով կամ տեգով, կողքը խոցեց, արյունը ջուր դուրս եկավ եւ հայտարարեցին իրենք, որ մահացել է։ Այսինքն իրենք իրենց դեմ նաև մերժում են իրենց ասածը։ Երկրորդ տարբերակը, որ Հիսուսը իրան մահանալուց նույն երկրորդ տարբերակը, որ սխալ տեղում են իրեն փնտրել, այսինքն գերեզմանը սխալ տեղում են տեսել։ Իրանք մեկ այլ տեղ թաղել են, մեկ այլ տեղ գնացել են փնտրելու։ Ինչպես կարող էր այդպես լինել, եթե Արիամաթացին, Հովսեփ Արիամաթացին, որը Սինեդրոնի իրենց բարձրագույն օրգանների, Իսրայելի օրգանի աշխատակից էր կամ ներկայացուցիչն էր, այդ գերեզմանը ինքը չէ որ առել էր եւ երբ որ տարան այդ տեղում դնելու, բացի Արիամաթացուց, նաև Նիկոդեմոսն էր եւ մարդիկ կանայք, որոնք շատ լավ տեսան այդ տեղը, որտեղ է դրված։ Եվ երրորդ օրը մահվանից 3 օր հետո նրանք գնացին այդ տեղը, տեսան, որ դատարկ է գերեզմանը։ Այսինքն փաստեցին, որ մենք գնացել մի տեղ, որտեղ որ իրենք դրել են, այսինքն հնարավոր չէր դնել մեկ տեղում եւ հետո գնալ գերեզման այցելության, ինչ որ ուրիշ մի տեղ, անտրամաբանական է։ Ինչևէ, նրանք մի բան չէին ընդունում, ընդամենը, եւ որ Հիսուսը իր կենդանության օրոք անընդհատ նշում էր, որ մարդու որդին հարություն պիտի առնի, որ երրորդ օրը հարություն պիտի առնի, որպեսզի գրվածները կատարվեն։ Ասեմ ավելին, դեռ Հիսուսի ծնունդից հարյուրավոր տարիներ առաջ մարգարեները դրա մասին խոսում էին արդեն։ Դավիթն ասում էր, որ Աստված չի թողնելու, որպեսզի Սուրբ Աստծո գերեզմանում մնա։ Եսային ասում էր, որ Աստված մեծապես վարձատրելու էր Մեսիային այն բանից հետո, երբ նա մինչև մահ չարչարվեր իր ժողովրդի մեղքերի համար։ Հիսուսն էլ ասում էր մարդկանց, որ ով շնացող ազգ եք դուք, որտեղ միշտ նշան եք փնտրում, բայց ձեզ մի նշան է տրվելու, դա լինելու է Հովնան մարգարեի նշանը, ինչպես եղավ գետի փորի մեջ, այնպես էլ մարդու որդին երկրի սրտի մեջ պիտի լինի 3 օր։ Այս բոլոր մարգարեությունները ցույց են տալիս, որ աշակերտները հաստատ չէին հորինում, չէ՞, իրականությունը, որ տեղի էր ունեցել, հարությունը։ Եվ ասեմ ամենակարևորը, աշակերտները, առաքյալները քարոզում էին ոչ թե որպես պատմություն Քրիստոսի հարության, այլ իրենք ականատես էին եղել անձամբ։ Այսինքն իրենք պատմում էին ոչ թե ինչ-որ մեկից լսած, պատմում էին ինչ որ իրենք տեսել են։ Ուստի իրենց բոլոր գրվածներում ասում են, որ մենք տեսանք, մենք լսեցինք, մենք շոշափեցինք, մենք իր հետ եղանք, մեր աչքերը տեսան նրան։ Փաստում էին մի կարևոր բան, ոչ թե պատմում էին հարության մասին, այլ խոսում էին որպես վկաներ այդ հարության։ Եվ առաքյալը իր թղթի մեջ Կորինթացի ասում է, որ Հիսուսը հանդիպեց աշակերտներին, հանդիպեց թե 11-ին իր մահվանից հետո, ամենակարևորը, որ առաջի անգամ երբ որ հանդիպեց, ի զարմանս մարդկանց, ի զարմանս թե աշակերտների, թե ժամանակվա առաջնորդների հանդիպումը տեղի ունեցավ կնոջ հետ, Մարիամին։ Իսկ հրեական իրականության մեջ կնոջ վկայությունը հիմնավորված չէր։ Ինչքան անտրամաբանական կլինի իր հարության մասին լուր փոխանցել մարդկանց միջոցով, որոնց
ասվածը կամ վկայությունը հիմնավորված չի ընդունվելու։ Անտրամաբանական էր։ Բայց Աստված այդ միջոցը ընտրեց եւ հարությունից հետո հանդիպեց Մագդաղենացուն, որից հետո հանդիպեց նորից երկու կնոջ գերեզմանում, որից հետո Էմաուսի ճանապարհին Կղեոպասին իր աշխատակցի հետ, իր հավատացյալ եղբոր հետ։ Եվ որից հետո հանդիպեց նույնիսկ իր եղբոր հետ, Հակոբի հետ, որը Հիսուսի համար որպես կարելի ասել խորթ եղբայր էր։ Որովհետև խորթ այն դեպքում, եթե նույն հայրը չի կամ նույն մայրը չի։ Բնական էր Հիսուսի համար եղբայրները հարազատ չէին այդ իմաստով։ Ոստի հանդիպեց նաև Հակոբի հետ։ Ու Հակոբի կյանքը փոխվեց այդ հանդիպումից հետո։ Հետագայում կդարձավ Երուսաղեմի եկեղեցու առաջին եպիսկոպոսը, առաջին ծառայողը, առաջին նահատակը նաև։ Այսինքն մարդկանց կյանքը փոխվեց, որովհետև փոխվում էր մի իրականություն, որի շուրջ ասեկոստներ էր անդադ պտտվում։ Ու ողջ իշխանություններն ու պետությունները փորձում էին անդադ մերժել Հիսուսի որպես Մեսիա լինելը, որպես փրկիչ լինելը։ Մեկ-երկու տեղ եմ ուզում միասին նայենք, ձեզ տեղյակ պահեմ ուղղակի, թե ինչ հիմք ուներ նաև հարությունը, որպեսզի հետագայում ինքը տարածվեր եւ մի տվյալ բերեմ, միջև այսօր մոտավորապես Հիսուսի անվան շուրջ մահացածները կամ նահատակները թիվը 50 միլիոնից ավելի է։ Պատկերացնում եք 50 միլիոնից ավել մարդ նահատակվածներ, որոնք նահատակվել են ուղղակի ինչ-որ պատմության պատճառով։ Այսինքն որոնք պիտի հավատային, որոնք պիտի հանդիպեին Տեր Հիսուսին, հարության Հիսուսին, որից հետո իրենց կյանքը կփոխվեր եւ իրենց մահը մահ չէր լինի։ Գիտեք, մի բարձ պատճառով, որովհետեւ Տեր Հիսուսն ասել էր, նա որ ես եմ հարությունը, ու նա որ ինձ հավատա թեև մահանա էլ պիտի ապրի։ Պիտի ապրի։ Ոչ թե կարող է։ Տեսնենք, եթե լավ հավատացյալ լինի, եթե լավ որոշումներ ունենա, եթե իր ընթացքը լավ լինի, աստվածահաճո լինի, ոչ, մի պարզ պատճառ ընդամենը, եթե հավատա։ Դες հարություն բառը ինքը հունարենում հնչում է որպես օգտագործվում է նոր կտակարանում, մասնավորապես անաստասիս բառն է։ Անա վեր կրկին, ստասիս կանգնել։ Ովքեր բժիշկներ են կամ տեղյակ են, անաստեզիոլոգ կոչված մասնագիտություն ունեցող անձինք, այդ մարդիկ են, որոնք այդ ննջածին կամ քնածին վեր են կանգնեցնում, Բայց այս բառը ուղղակի նշանակում հենց բառացիորեն ոտքի կանգնեցնել եւ հին ու այսօրվա հունական գրականության մեջ ժամանակակից նշանակում է ուղղակի մահացած էակի կյանքի վերադարձ, ոչ թե ուղղակի մարդուն վեր կանգնացնել։ Մասնավորապես Հիսուսի համար դա եզակի երևույթ էր։ Այսինքն պետք է կատարվեր մի բան, որը ամեն օրվա գործընթաց չէր, ինքը գերբնական պիտի լիներ։ Կանգնեցնել ոտքի ննջածին։ Հաստատ գիտեմ, որ դուք կարդացել եք Աստվածաշունչը, մանավանդ այն տեղերը, որտեղ որ գրված է ու տպավորվել է, թե քանի հոգու Հիսուսը հարություն տվեց, Ղազարոսին, Նայինի որբևարի ու տղային, կօգնեք ինձ, չկան էլ այդ երկուսներին, Հայրոսի աղջկան, Եվտիքոսին, Հիսուսը հարություն տվեց, Հիսուսի անվամբ էր, Հիսուսի զորությամբ էր դա, ու հիմա նրանք, ովքեր հարություն էին առել,
Իրենք պատմում էին, որ իրենք ննջած են եղել, մահացած են եղել։ Այնպես չի, որ իրենք ուղղակի քնած էին, իրենց արթնացրեցին։ Բայց ի տարբերություն Հիսուսի հարության, այս մարդիկ որոշ ժամանակ հետո նորից պետք է մահանային։ Բայց Հիսուսը հարությունից հետո նորից չմահացավ։ Միակը, որ կենթանի մնաց։ Միակը, որ կենթանի է, ու հայտնության գրքի մեջ Հովհաննեսին, երբ որ հանդիպում է Տեր Հիսուսը, ասում է, որ ես եմ, որ հավիտյան կենթանի եմ, ես եմ, որ կենթանի եմ, ոչ թե ուղղակի մնալու եմ կենթանի, այլ մահացել էի եւ հիմա կենթանի եմ։ Կնշանակե, որ վեր կանգնեցնել ուղղակի ննջեցյալին կամ մահացածին, դա պիտի նաև փաստվեր, որ դա աստվածային զորությամբ էր, ոչ թե ուղղակի բարեհաճության մարդկային կամ ճիշտ կամ սխալ դավանությամբ։ Հռոմեացիս 1:4-ում գրված է, որ Աստծո որդի սահմանվեց զորությամբ։ Աստծո որդի սահմանվեց զորությամբ։ Եվ Սուրբ Հոգու կողմից մեռելներից հարություն առնելուց հետո սահմանվեց բառն էլ հետևյալ ձևով է թարգմանվում, հորիզո բառն է, որը նշանակում է սահմանել կամ որոշել։ Այդ բառից առաջացել նաև մեր իմացած հորիզոն բառը։ Հորիզոնը, հա, մենք երբ որ ասում ենք հորիզոն, մի նշագիծ ենք տեսնում, որը բաժանում է երկինքը երկրից։ Համաձայն եք։ Դա նշագիծն է։ Հիսուսի համար գրված է այսպես. ինքն էլ դարձավ այդ հորիզոնը, այդ հորիզոն, այսինքն նշագիծ, որը բաժանեց իրեն մնացած արարչագործությունից, բաժանեց կենդանիներին մահացածներից, ինքը դարձավ այդ հորիզոնը, այդ նշագիծը։ Ու գիտեք ինչ էր, որ երբ որ պիտի պատմվեր Հիսուսի հարության մասին, առաջի դարում աշակերտները, տառաքյալները, որոնք որ վկա էին եղել, իրենք էին աղաղակում, որ Տերը հարություն առել։ Տերը հարություն առել։ Ու այդ բարի լուրն էին կիսվում իրար հետ։ Ոչ թե պատմում էին նրա պատմական ճշմարտությունը կամ չգիտեմ ուրիշների վկայությունը, այլ իրենց վկայությունն էին պատմում, որ իրենք տեսել են հարությալ Հիսուսին։ Դա նույնն էր, որ երբ որ մեզ Սուրբ Հոգին ասեց, հայտնեց գերբնական ձևով, մենք ընդունեցինք դա եւ դարձավ ինքը մեր կյանքի առանցքը։ Առաքյալն ասում է, որ առանց հարության, եթե չենք հավատում հարությանը, մենք սուտ ենք անում Աստծուն, դառնում ենք Աստծո սուտ վկաները։ Իսկ ինչպես կարող ես հավատալ մեկին, ում անձամբ ինքը չես հանդիպել։ Երբ որ քո ընկերը քեզ պատմում է ինչ-որ մի լուր, դու հավատում ես, հա? Չես ասում, դե քանի որ ես չեմ տեսել, չեմ հավատում, մինչև ես չտեսնեմ։ Հայտնի տեղ է, երբ որ Թովմասն ասեց, որ մինչև ինքը չտեսնեմ, այսինքն չվստահեց իր ընկերներին, հա, եղբայրներին։ Մինչև անձամբ ես չտեսնեմ։ Այդ դեպքում ստացվում է, որ բոլոր մարդիկ ստացվում է սուտասան են, ստախոս են եւ ոչ մեկին պետք չի հավատալ։ Պետք է ընդամենը հավատալ քո զգայարաններին։ Բայց հարությունն այդպեսին չի։ Տեր Հիսուսը չունի ոչ մի խնդիր ամեն մեկիս հետ առանձին հանդիպելու։ Ու հավատացած եմ, որ Սուրբ Հոգու զորությունը մեզ փոխանցած, որ Հիսուսը հարություն առել, ես ու դու մեր կյանքի ամեն ակնթարթի մեջ դրա լավագույն վկաներն ենք։ Լավագույն վկաներն ենք։ Դրա համար կարող ենք ինչ որտեղ համարձակությամբ նաև հայտարարել, ինչպես Պողոս առաքյալն էր ասում, որ ինձ տեսար, Հիսուսին տեսակ։ Միգուցե մտածես դա մի քիչ մեծամեծ խոսքեր են, հա? Բայց քեզ կարող եմ վստահությամբ ասել, որ նա, որ
հարություն առել, նա որ բնակվում է իմ ու քո մեջ, նա իմ ու քո միջոցով հայտնվում է նաև աշխարհին։ Նա խոսում է իմ ու քո միջոցով մեր ընկերներին, մեր մտերիմներին, մեր հարազատներին, նույնիսկ անծանոթ մարդկանց։ Իմ ու քո միջոցով։ Ուստի երբ որ դու ասում ես, որ ինձ տեսակ, Հիսուսին տեսակ, մի վախեցեք, դա մեջ կա ճշմարտություն։ Բայց հարցն է, թե մենք որքանով ենք ուզում, որպեսզի այդ ճշմարտությունը երևա ոչ թե որպես պատմական կատարված դեպք, այլ իրականություն որպես, որ հիմա է, ամեն վայրկյանը, հիմա է դա կատարվում։ Դեք հետաքրքիր է մի այսպիսի Նյու Յորքի կենտրոնում կա մի ճաշարան, որտեղ այդ ճաշարանի անունը Օմակասե է։ Ճապոներեն նշանակում է թողնում եմ քեզ։ Գիտեք ինչ է կատարում, երբ որ մարդիկ գնում են այդ ճաշարան կոչվածը հաց ուտելու, իրենք չեն պատվիրում ինչ որ կերակուր։ Խոհարարին վստահում են, թե խոհարարը իրենց ինչ կտա ուտելու։ Ու ոչ մեկ, միջև հիմա, դժգոհ դուրս չի եկել այդտեղից։ Ու ամեն մեկն ասում է, խոհարարը ինձ տվեց այն, ինչը որ գիտեր, ինձ անհրաժեշտ է։ Չգիտեմ ոնց, բայց տալիս էր դա։ Ու բոլորը գոհ են դուրս գալիս։ Դա շատ հետաքրքիր է։ Ես զուգահեռ էի տանում, ասում էի, Տեր հաճախ Երանի թե հաճախ ասենք, որ մենք քեզ ենք թողնում ամեն բան։ Այնտես մի պարզ պատճառով, որտեղ հավատում եմ, որ դու լավագույնն ես ուզում ինձ տալ։ Դու լավագույնն ունես ինձ տալու համար, ինձ կերակրելու համար, ինձ պահելու համար, իմ օրը անցկացնելու համար, իմ քեզ հետ հանդիպման համար, դու լավագույնը ունես, ես վստահում եմ քեզ։ Դրանից չի գալիս արդյոք, որ երբ որ Տեր Հիսուսը սովորեցնում էր աշակերտներին հայրմերի մեջ կայդ խոսք է, թող քո կամքը լինի։ Թող քո կամքը լինի։ Կարծես հանձնում եմ քեզ, վստահում եմ քեզ, ասում եմ թող լինի ինչպես դու ես ուզում, ոչ թե ինչպես ես եմ ուզում, ոչ թե ինչպես ես կցանկանայի, կամ իմ նպատակները որպեսզի գեղեցիկ լինեին, կամ մարդկանց աչքին հաճելի դառնային, ես վստահում եմ քեզ, ասում եմ թող քո կամքը լինի։ Ու արդյոք տրամաբանություն կա, եթե այս խոսքերն ասելու մեջ կամ դիմելու մեջ մեկին, որը իմ ու քո նման է, որը ոչ թե Աստված այլ մարդ, եւ ավելին ասեմ, որը մահացել է ու հարություն չի առել։ Անտրամաբանական կլինի մեր աղոթքները։ Անտրամաբանական կլներ, ավելին ասեմ, սուտ կլներ մեր վկայությունն ասելու, որ իմ կյանքում կատարվեց սա, որովհետև Աստված կատարեց սա։ Որովհետև այդ Աստված հարություն առել։ Որովհետև այդ Աստված ապրում է իմ ու քո մեջ։ Որովհետև այդ Աստված ուզում է, որպեսզի իմ ու քո կյանքը ոչ թե լինի հերթական պատմությունը իր հարության, ապա կենթանի վկայությունը իր հարության։ Որպեսզի ես ու դու կարողանանք համարձակ ասել մարդկանց, պատմել մարդկանց, որ Հիսուսը հարություն առել։ Ու մենք միշտ ավելի շատ քարոզում ենք, կարծես կամ խոսում ենք խաչելիության մասին, եւ երկրորդ, երրորդ, միգուցե շատ հետին պլաններում ամնում հարությունը։ Բայց խաչելիությունը եւ հարությունը իրենք անքակտելի են։ Իրենք չեն կարող խախտվել։ Իրենք միասնական են։ Որովհետեւ եթե չլիներ խաչելիություն, չլինի հարություն։ Եվ հարությունը փաստում էր, որ Աստված ոչ թե հարության պահին ասեց, որ ահա իմ որդին է, այլ Աստծո որդի էր, դա էր պատճառը, որ հարություն պիտի առներ։ Սրանք լրիվ տարբեր են։ Եվ Պողոս առաքյալն ասում է, նա մահացավ մեր մեղքերի համար, մեր մեղքերի պատճառով։ Ես ուզում եմ այդտեղ ուղղակի կարդալ հետևյալ ձևով, հա։
Բնագրի մեջ Հռոմեացիս դա 4:25 խոսքն է, գրված է, որ կոնկրետ այդտեղ մի բանալի բառ կա, որը բնագրի մեջ դիա նշանն է, հայերենում դա հնչում է որպես որովհետև։ Հիմա այս հաստված, որպեսզի կարողանանք հասկանալ պետք է կարդանք այդ դիայով, այսինքն որովհետևով, հա։ Քրիստոսը մահվան մատնվեց, որովհետև կրեց մեր հանցանքները եւ Աստված հարություն տվեց նրան մեռելներից, որովհետև ընդունեց նրա մահը որպես քավչարար զոհ մեր մեղքերի։ Ինքը լրիվ տարբեր է, քան երբ որ դու կկարդաս, այնպես ինչպես քո Աստվածաշնչում գրված է։ Բայց երբ որ կարդում ենք, որ նա մահվան մատնվեց, որովհետև կրեց մեր հանցանքները, որովհետև կրեց, դրա համար նա մահացավ։ Եվ Աստված նրան հարություն տվեց մեռելից, որովհետև ընդունեց նրա մահը, այսինքն միակ մահն էր, որ ընդունել էր Հայր Աստծո համար։ Հիմա մահը, քանի որ ընդունելի էր, պետք է լիներ նաև հարությունը արդարացման հետևանք որպես, որովհետև չէր կարող անարդար կլներ, որ արդար մեկը արդարը մահանար, ինչպես մնացածները, որոնք արդարներ չէին։ Եվ ուստի գերեզմանը չէր կարող նրան պահել, պիտի հարություն առներ, պիտի բարձրանար։ Եվ ավելին ասեմ, սա ոչ թե միայն Սուրբ Հոգու եւ Հայր Աստծո գործն էր, հապա նաև անձամբ Տեր Հիսուս Քրիստոսի, որտեղ ասեց ինձ, ես ունեմ իշխանություն իմ մարմինը դնելու, իմ անձը դնելու եւ իշխանություն ունեմ այն նորից վերցնելու, բարձրացնելու։ Սա արդեն փաստում էր, որ ինքը Աստված է։ Եվ դեք հին ուխտյան դեպքերում, պատմություններում, երբ որ կարդում ենք Աստվածաշնչում, տեսնում ենք ինչպես Աբրահամը Իսահակին տարավ, հա, զոհաբերության։ Բայց եթե Իսահակը չարձակվեր այդ կապերից, նա չէր վերադառնա դեպի հայրը։ Այսինքն ուստի կարիք կար, որպեսզի նա արձակվեր։ Հովսեփն էլ, որ բանտարկվեց, պիտի արձակվեր, որպեսզի Աստծո փառք, այսինքն որպեսզի դառնար փարավոն, հա։ Հիսուսն էլ պիտի արձակվեր, կարծես այդ մարմնից, որպեսզի հարություն առներ ու հռչակվեր որպես փրկիչ, որպես արդար, որպես Աստված, որպես Աստծո որդի։ Եվ այս դեպքում էր, որ Աստծո համար ընդունելի էր այդ զոհը, որովհետև պիտի արձակվեր, եթե չարձակվեր, նա չէր կարող կանգնել։ Հիշելով նորից այդ հարություն բարի անաստասիսը, որ նրան պետք է ննջեցյալին պետք է ոտքի կանգնեցնել, ոչ թե ուղղակի ամեն մեկին, ամեն սովորական մեկին, որը քնած էր։ Երբ որ մենք մարդկանց քնից արթնացնում ենք, չենք ասում նա ոտքի կանգնեց, այդ իմաստով։ Միայն ոտքի կանգնեցնել նրան, որը որ մահացել է, որը որ ճաշակեց մահը, ինչպես ամեն սովորական մահկանացու։ Եվ վերջին հաշվով պետք է ամեն մեկս էլ հասկանանք ու գիտակցենք, որ հարությունը մի շատ կարևոր փաստի ապացույց է, որ աշխարհը ունի Տեր ու դատավոր։ Ուստի հարություն առավ թե որպես Տեր, թե որպես դատավոր։ Ու մենք երգում ենք, որ մենք սպասում ենք նրան, որ նա պիտի գա նորից։ Մենք սպասում ենք մեկին, ով Աստված է, ով Աստծո որդին է, ով իմ ու քո Տերն է, ով այս աշխարհի դատավորն է։ Ու մենք ասում ենք, որ թող քո կամքը լինի, ինչպես դու կուզես, ինչպես դու կառաջնորդես, ինչպես դու ցույց կտաս, ինչպես դու կասես ամեն մեկիս։ Դա է պատճառը, որ երբ որ ես ու դու աղոթում ենք, մենք վստահում ենք նրան, վստահում ենք նրա ցանկացած քայլին։ Ու հիմա էլ երբ որ խնդրեմ քեզ կանգնել, որպեսզի մենք աղոթենք նրան, մենք աղոթելու ենք մի պարզ աղոթք բերենք նրա առջև։ Որովհետև միջև խոսքի սկսել է, երբ որ Հայկն աղոթեց բոլոր մեր հոգսերի խնդիրների համար, հիմա ես ու դու մի բան ենք աղոթելու, որ Հայր, ինչպես դու ես ուզում, թող քո կամքը լինի։ Ու թող քո կամքը լինի, հետո մենք չգիտեմ ինչեր ենք մտածում,
Ես ուզում եմ, որպեսզի ոչինչ չմտածենք։ Ուղղակի ասենք թող քո կամքը լինի մեր կյանքում։